Մենք վերադարձանք սիրելի ընկերներ եւ պահը եկավ շատ համեղ ինչ-որ բաներից խոսելու համար, որովհետեւ խանութային հատվածն է այսօր մեր եթերում։ Եվ Անուշն է մեր տաղավարում, բարի լույս Անուշ։ Բարի լույս արգելի գործընկերներ, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ։ Այսօր պատրաստելու ենք շատ համեղ հետաքրքիր աղցան, որը կարող է լինել տաք, կարող է մատուցել նաև սառը։ Ինձ անհրաժեշտ է սագախոտ, քինուա, տարբեր կանաչիներ, սունկ եւ միքս կանաչի։ Այստեղ ծաղկակաղամբը արդեն տապակել եմ։ Երևի թե բույրը հասավ։ Այո, արդեն տաղավարով մեկ։ Տարբեր համեմունքներով։ Օգտակար բաներ ես դու պատրաստում, միշտ։ Այո։ Փորձում ենք հետաքրքիր բաղադրատոմսեր մեր հեռուստադիտողին առաջարկել։ Հիմա մենք կտապակենք նաև սունկը։ Բայց պետք է փաստենք, որ ոչ բոլոր բաղադրատոմսերն են, որ եւ հետաքրքիր են, եւ առողջ, եւ արագ։ Իսկ Անուշ այս ամենը միքսում է մեկ տեղում ու վիտամինային մի ամբողջ կոմպլեքս է մեզ առաջարկում, թե նախաճաշին, թե ընթրիքին, որպես աղցան մատուցելու համար, օրինակ այս բաղադրատոմսը։ Այո։ Եվ շատ հագեցնող է եւ վիտամիններով հարուստ։ Իհարկե, այստեղ կարելի է նույնիսկ շատ քիչ տապակել կամ նույնիսկ հում օգտագործել, որովհետև իհարկե կարելի է։ Եթե հում, ապա լավ մանր կարելի է կտրել, որպեսզի համեմունքներով մի լավ մարինացվի եւ նույնիսկ չի զգացվի, որ հում է։ Եթե հում, ապա մանեն կողմ է միշտ։ Այո, միանշանակ։ Սկսենք սունկից։ Սունկը սունկ։ Փոքր ինչ վախեր կան։ Իզուր։ Չէ, ես վախենում եմ հում սունկ ուտելուց։ Լավ։ Սունկը կտրում ենք։ Այդ իսկ պատճառով Անուշը կտապակի այսօր, չէ։ Այո։ Բայց մեկ սունկ կարող եմ թողնել մանր քեզ։ Ես միայն շնորհակալ կլինեմ։ Արդեն գիտեմ։ Պարտադիր որևէ մթերք հում թողնում եմ, որ յուրաքանչյուր մթերք, քանի որ դու ուտում ես, կարելի է գոնե քեզ համար այդպես թողնել։ Կտրում ենք այսպես կիսալուսնաձև, մի քիչ մեծ։ Եվ կտապակենք կարագով ու արևածաղկի յուղով։ Ընդհանրապես շատ արագ պատրաստվող աղցան է։ Եվ ընդհանրապես ես մինչև մենք տեսահոլովակը դիտեցինք, հենց այդ ընթացքում էլ ծաղկակաղամբը արագ տապակեցի։ Ուղղակի որպեսզի մեր ժամանակը բավականացնի այստեղ։ Եվ բոլոր սեզոնների համար կարելի է ասել, որ աղցան է, որովհետև այս բաղադրիչները կարելի է գտնել յուրաքանչյուր եղանակի։ Այո։ Եվ թարմը կարելի է գտնել, ոչ թե սառցախցիկից հանել ու օգտագործել, սունկ միշտ կա, ծաղկակաղամբը կարծես հենց այս շրջանի բանջարեղեններից է, իսկ կանաչիները միշտ հիմա հասանելի են՝ ի ուրախություն մեզ։ Այո, այո։ Եվ այսպես արևածաղկի յուղ մի փոքր ավելացնենք, որպեսզի կարագը չայրվի։ Եվ կարագը։ Ես շուտվանից չեմ եկել քեզ մոտ օգնելու կամ խանգարելու Անուշ։ Ինչպես։ Ես շուտվանից չեմ եկել քեզ մոտ օգնելու կամ խանգարելու։ Այսօր շատ այսպես անելիքներ չկան, բայց հաջորդ անգամ խոստանում եմ մի քիչ ավելի բարդ բաղադրատոմս կընտրեմ։ Բայց ես հիշում եմ, որ դուք պայմանավորվել եք ինչ-որ մի օր նոր համեղ բաղադրատոմսով մեր հեռուստադիտողներին ներկայանալու համար։ Հա։ Եք պայմանավորվել, Անուշ։ Մենք պատրաստեցինք մի անգամ լոլիկով ծվածեղ, այո։ Ուղղակի Միկան շատ է սիրում պատրաստել մսային ուտեստներ եւ դրա համար մսային եւ խմորային։ Այո, նաև խմորային, դրա համար մի քիչ ժամանակը ավելի սուղ է մեր եթերի, դրա համար գուցե չհասցնենք այսպես իր պատրաստած ուտեստներից որևէ մեկը այստեղ պատրաստել, բայց մենք կմտածենք դրա մասին։ Բայց մենք գիտենք նաև կախարդական եթերների մասին, երբ բոլոր բաղադրիչներով պատրաստումից մի քանի րոպե առաջ տեսքը այստեղ ստանում ենք, իսկ արդեն պատրաստի տարբերակը մեր մյուս խոհանոցից բերում են ու տակ-տակ վայելում ենք։ Այո։ Իսկ դուք սիրում եք սագախոտ քինուա։
Ես շատ եմ օգտագործում աղցանների մեջ։ Իդեպ ես սկսել եմ հաճախ օգտագործել հենց քո խորհրդով, որովհետև դու մեր առավոտներում հաճախ էիր պատրաստում նաև այն ժամանակ էլ, թե տեսանյութերում, թե հենց տաղավարում ու պատմում, թե որքան առողջարար հատկություններ ունի, վիտամիններ է պարունակում, թե մարսողության համար է շատ լավ եւ շատ այո, կարելի է աղցանների մեջ անդադար օգտագործել, որովհետև համադրվում է գրեթե բոլոր բանջարեղենների հետ։ Բոլոր։ Յուրաքանչյուր բանջարեղեն կարելի է օգտագործել։ Ասեմ, որ շատերը փոխարինում են նաև, օրինակ բլխուրով ինչ աղցան որ պատրաստես, նույն թաբուլ են։ Կարող ես պատրաստել նաև հենց քինոայով, սագախոտով։ Գեղեցիկ է, չէ՞, հնչում սագախոտ։ Նույն ինչպես եղեսպակը, չիայի դեպքում։ Եղեսպակ, սիրուն է, չէ՞։ Շատ գեղեցիկ է հնչում։ Ահա։ Մինչև կտապակվի սունկը, մենք այստեղ ոչինչ չենք ավելացնի, բայց ցանկացողները կարող են սոխ սխտոր ավելացնել։ Մինչև կտապակվի, մենք կանցնենք սագախոտին։ Ավելացնում ենք մեր աղցանի ափսեի մեջ։ Եվ հիմա պետք է կանաչիներով խառնենք, համեմենք։ Այստեղ ունենք միքս կանաչի, ռուկոլա, հազարի տերև սպանաղ, մի փոքր մանրացնենք, բայց որոնք որ մեծ են, եւ խառնենք աղցանին։ Ընդհանրապես այս միքս կանաչիները ուղղակի փրկություն են մեզ համար։ Ամեն ինչ շատ արագ պատրաստելու եւ հետաքրքիր համեր ստանալու համար անմիջապես կարող ես խառնել յուրաքանչյուր բանջարեղենի հետ եւ ստանալ համեղ աղցան։ Միքս կանաչիով իմ ամենաարագ աղցանը, որ պատրաստում եմ եւ շատ հաճախ եմ պատրաստում, որովհետեւ եւ համեղ է եւ արագ, ընդհանրապես ավելացնում ենք չերի լոլիկ, մոցարելա, փոքրիկ մոցարելաներ, կիսելով կամ հենց այդպես, եւ ես մեկ նաեւ ավազակություն անելով ավելացնում եմ նարինջ։ Նարինջ։ Այո։ Ու այն թանձրուկը, որը մենք շատ հաճախ պատրաստում ենք մեղրով, կիտրոնահյութով, ձիթայյուղով, ես կիտրոնահյութը փոխարինում եմ նարնջի հյութով եւ շատ համեղ է ստացվում, գիտեք։ Իդեպ հիմա շատ են ավելացնում նարինջը, հենց նարինջը, նարնջի հյութը։ Նարինջը եւ նարնջի հյութը։ Այո, շատ են ավելացնում։ Յուրահատուկ եւ թթու է եւ քաղցր, այսպեսի շատ հետաքրքիր համադրություն է ստացվում։ Գիտես, ավելի շատ սկսել ենք սովորել այդ թթու քաղցր կծու համադրությանը։ Ես կարծում եմ տարիներ առաջ այդպես չէր։ Եվ հիմա այո, ավակ սերնդի ներկայացուցիչները եւս խուսափում են նմանատիպ ուտեստներից, որովհետեւ իրենց քիմքը այդքան էլ սովոր չեն նոր համերին, եւ նրանք սիրում են ավանդական խոհանոցի շատ բաղադրիչներ, բաղադրատոմսեր եւ ավանդական բաղադրիչներով պատրաստել, ու երբեք չեմ փորձում նոր համեր, որովհետեւ այսպես կասկածանքով են վերաբերվում։ Պետք է ինձ թվում է, որովհետեւ հենց դրա մեջ կայանում է հետաքրքրությունը։ Հատկապես խոհանոցի։ Հատկապես խոհանոցում։ Միկա, իսկ դու ինչ ուտեստ ես շատ հաճախ պատրաստում ավելի։ Երևի թե վրացական խոհանոցից, ես շատ եմ սիրում վրացական խոհանոց, եւ վրացական խոհանոցում կա չաշուշուլի, եթե անունը ճիշտ եմ ասում, չաշուշուլի, տավարի մսով։ Խոստացել ես աման, այո։ Հանգիստ իմ սիրելի մանե, հանգիստ։ Ամանորի։ Ամեն ինչ։ Այո, վրացական խոհանոցից չաշուշուլին եմ շատ հաճախ պատրաստում։ Շատ համեղ է, շատ։ Սունկը գրեթե տապակվեց։ Իդեպ սունկ շատ եմ օգտագործում խոհանոցում եւ շատ սիրում եմ հատկապես ջեռոցում տեղավորեք ու յուրաքանչյուր պանիրով, այո, որ ասեմ, իհարկե։ երևի չեք հավատա, Մի ես փոքր երկու օր առաջ ավելացնենք։ այդպեսի ուտեստ էի պատրաստել։ Եվ Սունկը պանիրով, սունկը պանիրով, դա նույնպես վրացական խոհանոցից է, կոչվում է գոնյո։ Լսել ես դու։ Գոնյո։ Գոնյո։ Իսկ ինչն էր։ Սունկ, կարտոֆիլ, կարող է լինել տավարի միս կամ հավի միս, Ահա։ պանիր։ Դա լցոնած կարտոֆիլ է դառնում, թե ոչ։ Ոչ, դառնում է միքս այսպես։ հասկացա։
եւ դառնում է շատ համեղ մի ուտեստ։ Մենք հավատում ենք քո ուժերին, Նիկա։ Մեզ մնում է կանաչ սոխ ավելացնել, առանց սոխ անհնար է, աղցանը համեղ լինի, նմանատիպ աղցանը ամեն դեպքում։ Կարելի է կարմիր սոխ օգտագործել, մի քիչ մեծ կտրտել, մենք արդեն հաճախ նմանատիպ խոսել ենք այս թեմայով, այո, ուղղակի մեծ կարելի է կտրել, եթե չեք ուզում ուտել եւ հետո հանել։ Բայց կանաչ սոխն ավելի նուրբ է, կարծում եմ։ Դեմ չեք լինի։ Հիմա ավելացնում ենք կիտրոնի հյութ, մի քիչ առատ եւ աղ։ Մենք քինոային աղ չենք ավելացրել, մի փոքր առատ։ Իսկ սև պղպեղ չենք ավելացնում։ Եվ սև պղպեղ։ Ես սունկի վրա նույնպես ավելացրեցի։ Նաև այստեղ ավելացնենք սև պղպեղ եւ ձիթապտղի յուղ, որը երբեք շատ չի լինում։ Այո։ Եվ որքան թարմ կանված, այդքան ավելի օգտակար եւ համեղ։ Ու իրականում ուրախությամբ պետք է նշենք, որ տեղական արտադրողները շատանում են շուկայում, որոնք առաջարկում են ոչ միայն ձիթապտղի ձեթ, տարատեսակ տարբերակներով, այլ նաև շատ թե կորիզներից ստացված, թե հատիկներից, օրինակ քունջութի, դդմի կորիզի եւ այլ յուղեր, որոնք իսկապես շատ առողջարար են եւ անգամ տարատեսակ հիվանդությունների կանխարգելման համար են օգտագործվում, որովհետեւ մեծաքանակ վիտամիններ են իրենց մեջ պարունակում։ Եվ ուղղակի հրաշալի է, որ հիմա գնալով շատանում են, օր-օրի մենք տեսնում ենք, որ եւ այդպես մրցակցությունն է նույնիսկ շատ ավելի առողջ լինում, բնականաբար որքան շատ, այնքան ամեն մեկը փորձում է ավելի լավ մթերք մատուցի։ Լավ խառնում ենք, արդեն համեղ է, նույնիսկ առանց ծաղկակաղամբի եւ սնկի։ Գրեթե տապակվեց։ Ես սիրում եմ, որ մի քիչ այսպես ոսկեզոծ է լինում։ Մենք սնկի վրա աղ չենք ավելացրել։ Աղ չավելացրեցի, ոչ, միայն սև պղպեղ։ Եվ հիմա այստեղ հենց խառնում ենք եւ մատուցում ափսեի մեջ։ Հիանալի։ Ես այսօր երեկոյան արդեն գիտեմ ինչ եմ պատրաստելու ընթրիքին։ Եվ իրոք կարելի է ընթրիքին միայն այս աղցանը վայելել։ Այո, այո։ Ոչ կլինի շատ ծանր մեր առողջության համար եւ ստամոքսի համար։ Ես բաղադրատոմսը միանգամից գերեցի իմ մոտ։ Ուղեղում, չէ՞, արագ։ Ահա։ Կխառնենք եւ հետո ծաղկակաղամբը կավելացնենք։ Ես աղ շատ չեմ ավելացնում, որպեսզի յուրաքանչյուրը ով կցանկանա, հետո ինքը ավելի լավ է ավելացնի։ Ով շատ է սիրում աղով։ Եվ դա էլ հետաքրքիր է, որ հիմա գնալով մարդիկ ավելի շատ փորձում են ավելի օգտակար, առողջ սնվել եւ աղը քչացնել, շաքարավազը քչացնել եւ այդ տենդենսը նկատում եմ ու շատ ուրախանում եմ։ Իդեպ ես երբեք եթե զգում եմ նույնիսկ աղը մի քիչ է, ես երբեք չեմ ավելացնում։ Դրա փոխարեն կարող եմ պանիր ուտել, որևէ ուտեստի հետ։ Այո։ Իդեպ օրեր առաջ մի հոլովակի մաչքով ընկավ, որտեղ քաղաքացիները նշում էին, որ սկզբում երբ տեղափոխվել էին Արգենտինա, որքան էր բարդ նրանց համար գնումներ կատարելը, որովհետև յուրաքանչյուր ապրանքատեսակի վրա, կապ չունի որտեղ է արտադրանք է, որը կա այդ խանութում, կա սև պիտակներ,
Սև շատ տգեղ պիտակներ։ Ամենագեղեցիկ փաթեթավորումն ունեցող ապրանքի վրա անգամ, նույնիսկ այն ապրանքատեսակները, որոնք ներկայանում են որպես օրգանիկ պրոդուկտ, միևնույն է այդ սև պիտակները կան, որոնք հիշեցնում են օրինակ շաքարի դոզան, թե ինչքան է բարձր, օգտագործված հավելումները եւ այսպես ասում է քիչ-քիչ մենք էլ սովորեցինք ու արդեն գիտակցված ենք կարողանում գնումներ կատարել եւ միայն չենք խաբվում այդ փաթեթավորումներին կամ նշումներին, որ այսինչ օրինակ մթերքը օրգանական ծագում ունի, միևնույն է մարդկանց շատ ազնիվ ասում են, այո դու կարող ես սա գնել, բայց սա վնասելու է քո առողջությանը եւ մարդիկ էլ քիչ-քիչ կսովորեն ու կկարողանան գիտակցված գնումներ կատարելով պահպանել իրենց առողջությունը։ Հրաշալի ավարտեց ինչ պատմում էի։ Բայց հրաշալի տարբերակ է։ Ես լսում էի ու մտածում ինչքան լավ կլինի, որ բոլոր տեղերում այդպես լինի։ Եվ հիմա ծաղկակաղամբը ավելացնում ենք աղցանի վրա։ Ասեմ, որ այստեղ սխտոր կամ սխտորի փոշի, ով ինչ կցանկանա, կարող է այդպես ավելացնել համեմունքներ եւ շատ առատ կարմիր պղպեղ, սև պղպեղ մի փոքր աղով արդեն տապակել եմ։ Ասեք, որ եւ գեղեցիկ է, եւ վստահ եմ շատ համեղ է լինելու։ Ինչպես միշտ, եւ օգտակար եւ գեղեցիկ։ Վերջ այսքանը մի փոքր սերմել կարող ենք ավելացնել։ Առանց սերմերի անհնար է Անուշը ինչ որ մի բան պատրաստի։ Այսպես կարող ենք դդմի սերմ, արևածաղիկ, քունջուտ, կտավատ, վերջ։ Օգտակար եւ համեղ։ Աղցանը պատրաստ է, Անուշ լինի։ Շնորհակալություն Անուշ, մենք վստահ ենք, որ տեսքի նման ինչպես եւ գեղեցիկ է, այնքան էլ համեղ է եւ օգտակար, այնպես որ գրի առեք այս բաղադրատոմսը, բաց մի թողեք ու հետևեք Անուշի խորհուրդներին, որովհետեւ առջևում տոներն են, իսկ նա վստահ եմ յուրահատուկ բաղադրատոմսերով դեռ ներկայանալու է մեր տաղավարում։ Իսկ հիմա շարունակենք մեր եթերը շարժվելով առաջ։